Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք այս կառավարության ներկայացած վերջին 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Իրենց ծրագրային խոստումները չկատարելու վերաբերյալ օբյեկտիվ բացատրություններ ներկայացնելու փոխարեն նորից խեղաթյուրում են իրավիճակը, փորձում են թաքցնել պարզ իրողություններն ու իրենց ձախողումները։ Ամեն ինչ նույն է, կարճ ասած, անպատասխանատու առաջնորդություն, կառավարման համակարգային ձախողումներ եւ նորից ավելի մեծ սուտ խոստումներ։ Անցնող 4 տարիներին բարբերաբար այցելել եմ հանրապետության տարբեր մարզեր, գյուղական եւ սահմանամերձ բնակավայրեր, հանդիպել եմ բազմաթիվ քաղաքացիների հետ, լսել եմ նրանց տարաբնույթ խնդիրները, որոնք հիմնականում չեն լուծում, ավելանում եւ սրվում են, իսկ հազվադեպ լուծումների դեպքում էլ խախտում են դրանց առաջնահերթությունները, գործնականում ձևախեղվում են պետական աջակցության նպատակներն ու արդյունքները։ Օպտիմալացման քողի տակ փաստացի փակվում են պետական կենսական նշանակության հաստատություններ։ Որոշ ճանապարհներ ասֆալտապատելու քողի տակ անտեսվում են սոցիալական առավել առարկայական խնդիրները, հակասոցիալական վարվող քաղաքականության իրական հետևանքները։ Պարզ փաստ ենք բարձրաձայնում, որը հավաքական կերպով բնութագրում է այս իշխանության սոցիալական դեմքը եւ քողազերկում այն կեղծիքները։ Բնական է, որ սա առաջացնում է ջղաձգություններ իշխանականների մոտ։ Օրինակ, պարոն Թունյան, նորից լարվեք եւ եւս մեկ անգամ փորձեք գտնել ձևը մանիպուլացնելու այս ակնհայտ աքսիոմատիկ իրողությունը։ Ձեր իշխանության օրոք մեր բնակչության շուրջ 40%-ը կազմող սոցիալապես անապահով քաղաքացիների կյանքն ավելի է վատացել, քանի որ դուք ստացել եք նաև նրանց քվեն, բայց չեք կատարել իրենց տված խոստումները։ 2018 թվականին, երբ եկաք իշխանության, մեկ անձի ապրելու համար նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմում էր արժեքը ներկայիս համեմատ աճել ավելի քան 17000 դրամով։ Իսկ միջին կենսաթոշակի չափը դրանից 2 անգամ պակաս։ Խոստացել եք միջին կենսաթոշակի չափը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Այսինքն ձեր ծրագրային խոստումը կատարելու համար հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնեք 30-ից 35000 դրամով, իսկ իրականում չկատարված սոցիալական առանցքային խոստումը քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված ընդհանուր կենսաթոշակի անկանխիկ կրճատումներից վճարումներից հետ վճարի բարձրացում լավագույն դեպքում ընդամենը 4-ից 5000 դրամի չափով։ Դիմա ասեք, տնտեսական աճը, բյուջեի եկամուտների աճը, ձեր պնդմամբ իբրև թե ապահովել եք, պետական պարտք ու դրամապահարման ծախսերն առնվազն ձեր նախատեսվածով ավելացրել եք, որ իբրև թե կապիտալ ծախսեր անեք եւ հանրային կյանքը բարելավեք։ Բայց դեպքում ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական հիմնական խոստումը եւ ձեր խոստացածի ձևի չափով չեք բարձրացնում թոշակների նպաստները, նվազագույն աշխատավարձերը։ Հաջորդ ասում եք դպրոց հիվանդանոցներ են կառուցում, մյուս կողմից էլ օպտիմալացման քողի տակ, իսկ իրականում որոշակի գումար ամեն գնով խնայելու նպատակով մի շարք համայնքներում դրանց գործունեությունը փաստացի փակվում է։ Բազմիցս եմ ներկայացրել Գեղարքունիքի մարզի սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, կրթական ու հանրային կյանքի կարևոր խնդիրները։ Օպտիմալացման քողի տակ միավորում են Հայաստանի Հանրապետության թվով 232, այդ թվում Գեղարքունիքի մարզի թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Առանց հաշվի առնելու գյուղական բնակավայրում դպրոցների կենսական նշանակությունը, կրթական, ժողովրդագրական, սոցիալական, անվտանգային եւ կենսական այլ ոլորտներում։ Վերամիավորում է գյուղական ամբուլատորիաները, տարբեր համայնքներում փակվում են անձնագրային բաժանմունքները, ԴԱԿ ծառայության տարածքային բաժինները, վերամիավորում եք մարզային հիվանդանոցները եւ փակում եք դերձարանները, տիկին նախարար։ Շարունակող այս խնդրալուծող գործընթացը պետք է անապահ կասեցվի, կանխելու առանց այն էլ սոցիալապես խոցելի սահմանապահ եւ ռազմավարական նշանակության այս բնակավայրերում բնականոն կյանքի ապահովման կենսական խնդիրների ավելացումը։ Առաջնային պետք է հաշվի առնել բնակիչների կողմից բարձրացվող առարկայական եւ կարեւոր խնդիրները, որոնց անտեսումը անխուսափելիորեն հանգեցնելու է զանգվածային արտագաղթի եւ այդ բնակավայրերի դատարկվելուն։ Գյուղատնտեսական մթերքների իրացման ռոռոկման բնական աղետներից վնասների հատուցման, դիզվառելիքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների եւ այլ ուղղություններով պետական աջակցության ծրագրերի անարդյունավետության խնդիրները շարունակում են օրորի դժվարացնել գյուղացու առանց այն էլ անտանելի կյանքը։ Սրա հետևանքով կրճատվում են նաեւ մշակվող ցանկատարածությունները անասնագլխականակը։ Գյուղացու լուծվող խնդիրները շատ են, իսկ դրանց շարքը հետևողականորեն ավելանում է։ Ամփոփելով ակնհայտ է, հարկ դուր մենք էլ ինչքան պարտք վերցնենք, արանք պարտք վերցնենք, որ ասֆալտ անենք, բանաձևի ներքո խորանում են եկամուտների անարդար բաշխումը ու տարածքների զարգացման անհամաչափությունը։ Ավելանում են սոցիալական խնդիրները, հատկապես գյուղական եւ սահմանամերձ բնակավայրում իրենց բոլոր հետևանքներով։
Անխոսը արդարացիորեն առաջացնում է մեր գյուղացիների բողոքը տարբեր դրսևորումներով, այդ թվով հանգեցնելով նաև արտագաղթի։